Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների գլխավոր մեղքերից մեկը կոռուպցիան է։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ, Կրեմլի ներկայացուցիչը ընդգծել է, որ կոռուպցիան ուտում է Ուկրաինան ներսից։ Կիևյան ռեժիմն ունի բազմաթիվ մեղքեր եւ կոռուպցիան դրանցից մեկն է, այն կործանում է երկիրը ներսից, ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Ուկրաինայում ձեռնարկատեր Տիմուր Մինդիչի գործով դատավարության ընթացքում հնչել էր երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու անունը։ Նրա անունը հիշատակվել էր էներգետիկ ոլորտում տեղի ունեցած կոռուպցիոն սխեմաների ձայնագրություններում։ Ազգային ժողովի նիստն այսօր սովորականից ուշ մեկնարկեց քվորում չապահովելու պատճառով 49 պատգամավոր էր ներկայացել նիստին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գրանցումը բաց կմնա մինչև մյուս պատգամավորների ներկայանալը ավելի քան 10 րոպե անց, սակայն նիստը մեկնարկեց։ Խորհրդարանը քննարկում է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Եվրոպական միության այն երկրները, որոնք առավելագույն ռազմական հզորություն ունեն, չեն ցանկանում Եվրահանձնաժողովին փոխանցել վերահսկողությունը պաշտպանության հարցում։ Իսկ ավելի փոքր պետությունները հանդես են գալիս այդ ոլորտում գործադիր իշխանության բարձրագույն մարմնի դերի ուժեղացման օգտին։ Հակասությունների առկայության մասին հայտնել է The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին։ Դաշինքի խոշորագույն ռազմական տերությունները Ֆրանսիան եւ Գերմանիան չեն ցանկանում Եվրամիության գործադիր իշխանությանը փոխանցել պաշտպանական նախագծերի նկատմամբ վերահսկողությունը, ասվում է նյութում։ Միևնույն ժամանակ ավելի փոքր երկրները՝ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան ավելի շատ շահագրգռված են պաշտպանության ոլորտում Եվրահանձնաժողովի դերի ուժեղացմամբ, պնդում են պարբերականի զրուցակիցները։ Ուկրաինան կարող է սպառել իր բյուջետային պահուստները արդեն փետրվարին, եթե Եվրամիությունը չկարողանա համաձայնության գալ Կիևին փոխհատուցման վարկեր տրամադրելու հարցում, սառեցված ռուսական ակտիվների առգրավման միջոցով, հաղորդել է Politico-ն։ Ուկրաինան 2020 թվականին, 2026 թվականին անցնելուն պես ֆինանսավորման ճգնաժամի կբախվի եւ փետրվարին կարող է փող չունենալ, եթե Բելգիան չդադարեցնի Բելգիայի պահոցում պահվող Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվների միջոցով 140 միլիարդ եվրոյի փոխհատուցման վարկեր տրամադրելու համարձակ ծրագրի արգելափակումը, հաղորդել է հրատարակությունը։ Politico-ն նախկինում հաղորդել էր, որ Ուկրաինայի բյուջեի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ միայն մինչև 2026 թվականի ապրիլը։ Հոդվածում չի նշվում, թե ինչու է հրատարակությունը փոխել իր կանխատեսումը։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան քննարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոր հեռախոսազրույցի հնարավորությունը բրազիլիական ապրանքների վրա ԱՄՆ-ի սահմանված մաքսատուրքերի վերանայման հարցում, հաղորդել է CNN Brazil-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով բրազիլիացի առաջնորդը մտադիր է արագացնել սակագնային վերանայումների շուրջ բանակցությունները։ Ավելի վաղ նոյեմբերի 12-ին Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես համաձայնել էին անձնական հանդիպում անցկացնել։ Բանակցությունները տեղի կունենան Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին։ ԱՄՆ-ն օգոստոսին մաքսատուրքեր սահմանեց բրազիլիական ապրանքների վրա։ Բրազիլիայի նախագահը խոստացավ նույն կերպ պատասխանել, բայց ավելի ուշ հրամայեց բանակցությունների միջոցով լուծել մաքսատուրքերը։ G20-ը հավանաբար համատեղ հայտարարություն չի ընդունի Յոհանեսբուրգում նոյեմբերի 22-ից 23-ը կայանալի գագաթնաժողովում։ Այս մասին հայտնել է Financial Times-ը, հղում անելով անանուն պաշտոնյայի։ Ժամանակն է, որ G20-ը ձմեռային քնով անցնի, ասել է հրատարակության աղբյուրը։ Նրա խոսքով մասնակից երկրների պատվիրակությունները չեն սպասում համատեղ հայտարարության ընդունմանը։ Նրանք պլանավորում են գագաթնաժողովը օգտագործել երկկողմ հանդիպումների եւ առևտրի ու կլիմայի փոփոխության վերաբերյալ իրենց դիրքորոշումները համակարգելու համար, պնդել է պաշտոնյան։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտում են, որ Ռուսաստանի եւ Ղազախստանից ներկրված ցորենի խմբականակները ենթարկվել են լաբորատոր փորձարկումների բուսասանիտարական, անվտանգության եւ որակի ցուցանիշների ուղղություններով։ Բուսասանիտարական ստուգումներով կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել անվտանգության փորձարկումներում թունավոր տարրերի, պեստիցիդների, միկոտոքսինների եւ ռադիոակտիվության շեղումներ չեն արձանագրվել, որակի ցուցանիշների ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2026 թվականի պետբյուջեի նախագծի մասին ելույթում անդրադարձել է պաշտպանական ոլորտի ծախսերին, ընդգծելով, որ ծախսերը աննախադեպ բարձր են։ Նրա խոսքով, եթե 2018-ին ոլորտի ծախսերը կազմել են $640 միլիոն, ապա 2025-ին արդեն $1 միլիարդ 741 միլիոն աճելով ավելի քան 1.1 միլիարդով։ Պապիկյանը նշել է, որ այս աճի շնորհիվ իրականացվել են մի շարք բարեփոխումներ, այդ թվում զինծառայողների ատեստավորման ծրագիրը, որի արդյունքում պայմանագրային զինծառայողները ստանում են 205-ից 400 հազար դրամ հավելավճար։ Ներկայումս ատեստավորման գործընթացին մասնակցել է զինծառայողների շուրջ 65%-ը։ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, տեղեկացրել է պաշտպան Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նրանք ձերբակալվել են։ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին Իմնեմնիմի փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների եւ սպառնալիքների վերաբերյալ։ Նարեկ Սիմոնյանին, Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով խուլիգանությունը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Օմանի Սուլթան Հայթամ բին Թարեկ Ալ-Սայդի հետ հանդիպան ժամանակ նրան փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ուղերձը։ Լրագրողներին հայտնել է անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ես ուրախ եմ առաջին անգամ այցելելու հյուրընկալ Օմանի երկիրը եւ ձեզ փոխանցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ուղերձը, ասել է Շոյգուն։ Մենք գնահատում ենք մեր օմանցի ընկերների հետ համաշխարհային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ երկխոսության վստահելի եւ կառուցողական բնույթը, շարունակել է Շոյգուն։ Նա շնորհակալություն է հայտնել Օմանի սուլթանին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրա հավասարակշռված եւ կշռադատված դիրքորոշման համար։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հոբ համակարգերը զգալիորեն թուլացել են պարենամթերքի պաշարների կտրուկ նվազման եւ մի շարք համակարգերի ոչնչացման հետևանքով։ Այդ մասին Լենտակետրուին հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Ժիվովը։ Նրա խոսքով սահմանամերձ շրջաններում Սումիի, Չեռնիգովի եւ Խարկովի մարզերում հոբ համակարգերը կամ ընդհանրապես չեն գործում կամ արձագանքում են միայն մի քանի ռուսական անօդաչուների։ Շատ արևմտյան համակարգեր արդեն ոչնչացվել են, իսկ մնացածների համար արկերի պաշարները կտրուկ պակասել են։ Նույնը վերաբերում է նաև խորհրդային արտադրության հոբ համակարգերին։ Դրանց համար արկեր արտադրվում են միայն Ռուսաստանում, հետևաբար պարզապես չունեն ինչով կրակել եւ ստիպված են խնայել, նշել է Ժիվովը։ Փորձագետը հավելել է, որ դրան նպաստել է նաև Ռուսաստանում անօդաչուների արտադրության աճը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հոբ համակարգերի քանակը կամ դրանց պաշարները ուղղակիորեն չեն որոշում ռուսական զորքերի առաջխաղացման արագությունը։ Ըստ նրա այդ գործում վճռորոշ են FPV դրոնների, հարձակողական ավիացիայի եւ հրետանու արդյունավետ կիրառությունը։ Կուբայի Հանրապետությունում քաղաքական ռեժիմի փոփոխությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ենթադրվում է որպես երկրորդ նպատակ։ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո նման սցենարը The Foreign Policy ամսագրի համար հոդվածում թույլ է տվել ամերիկյան համալսարանի պետական կառավարման պրոֆեսոր, Լատինական Ամերիկայի հարցերով մասնագետ եւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ազգային անվտանգության արխիվի նախկին տնօրեն Ուիլյամ Լեոգրանդեն Վենեսուելայի դեմ ռազմական հզորությունը մեծացնելով ԱՄՆ-ն նույնպես նայում է Կուբային, հայտնել է փորձագետը։ Լեոգրանդեի կարծիքով ԱՄՆ-ն հույս ունի, որ Վենեսուելայից կուբացիների նավթի մատակարարումների դադարեցումը կհանգեցնի սոցիալիստական հանրապետության փլուզմանը։ Պրոֆեսորը ներկա իրավիճակում անխուսափելի է համարում Վենեսուելայի վրա հարձակումը, քանի որ Կարիբյան ծովում արդեն տեղակայվել են 10 ռազմանավ եւ Միացյալ Նահանգների 10,000 զինծառայողներ։ Լուսադեմից ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել է բնակարանները, այնուհետև ձերբակալել Իմնեմնիմի փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին, խոչընդոտելով վերջինների սփաստաբանների գործունեությանը։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանն ընդգծում է, ակնհայտ է, որ վերջիններս չէին ձերբակալվի, եթե սպասարկեին իշխանության օրակարգը եւ թիրախավորեին ընդդիմադիր գործիչներին։ Եթե անձը մեղադրվում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով կատարված խուլիգանության համար, ապա որն է նրա
նրա բնակարանում խուզարկություն իրականացնելու նպատակը։ Նշված քննչական գործողությունը բնակարանի խուզարկությունը որևէ իրավական խնդիր այս դեպքում չի կարող լուծել։ Ակնհայտ է, որ դրա նպատակը բացառապես Սամսոնյանի եւ Սաղաթելյանի ընտանիքների անդամներին ահաբեկելն է։ Արդյոք կարելի է նշել մեկ այլ դեպք, երբ միջին ծանրության հանցանք հանդիսացող խուլիգանություն կատարած անձիկ բերման են ենթարկվել ԱԱԾ դիմակավորված աշխատակիցների մասնակցությամբ։ Պատասխանը միանշանակ է։ Նման ձևով ձերբակալվում են միայն այն անձիկ, ովքեր քննադատում են քաղաքական իշխանություններին, ապա քաղաքական կամ իշխանության աջակից հանդիսացող անձիկ երբեք միջին ծանրության հանցանքի համար չեն ձերբակալվում ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Հայաստանում օրեցօր մոլեգնող հանցավորության պայմաններում իրավապահների ներուժը շարունակվում է ուղղվել ընդդիմախոսներին հետապնդելուն։ Այսպիսով ակնհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, այլ իրավապահ համակարգի միջոցով իրականացվող քաղաքական հաշվեհարդարի հետ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է առաջիկա օրերին աշխատանքային այցով գտնվելու եմ Հնդկաստանի Հանրապետությունում։ Այցի ընթացքում կմասնակցեմ Հնդկաստան-Եվրոպա բիզնեսի եւ կայունության համաժողովին, Հնդկաստանի արդյունաբերության համադաշտության գործընկերության համաժողով 2025-ին, ինչպես նաեւ կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում Հնդկաստանի կոմերցիայի եւ արդյունաբերության նախարար Փիյուշ Գոյալիի եւ մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այցելել է Anti-Fake գրասենյակը, որտեղ իրավապահները խուզարկություն են իրականացնում։ Պատգամավորին սակայն թույլ չեն տվել ներս մտնել, պատճառաբանելով քննչական գործողության իրականացմամբ, գրել է Մամիջանյանը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է, որ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա է խուլիգանության հոդվածով վարույթ հարուցվել։ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի դեմ այն առաջվում է նոյեմբերի 10-ին եթեր հեռարձակված Իմն եմ նիմին։ Նա մի դրվագ է նշել, որ նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հարցազրույցից հետո Ալեն Սիմոնյանը Սամսոնյանին եւ Սաղաթելյանին անվանել է շան տղերք։ Նոյեմբերի 10-ի իրենց եթերում Վազգենն անդրադառնում է այդ խոսքերին եւ կոշտ սևով։ Նարեկն արձագանքում է, բայց չի հայոյում։ Որտեղ է այստեղ խուլիգանությունը։ Մարդկանց անվանում են շան տղերք ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանություն է։ Այն ինչ այս պայն անում են Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ պետական խուլիգանության հերթական դրսևորումն է, գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Մարդիկ մեծ հնչեղություն եւ դիտումներ ունեցող ոդքասթ են անում Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ ու հետո որևէ մեկին չեն անպատվում։ Դրանից հետո Ալեն Սիմոնյանն իրենց լրիվ անկապ տեղն ու օդից անպատվում է, հանրայնորեն այդ մարդիկ հանրային պատասխանում են։ Ալենին ոչինչ, իսկ տղերքի տուն մասկի շոուով ներխուժում ու ձերբակալում են։ Բռնապետական կարգերի հաստատման հերթական քայլփինջ տա դրվում ու այդ պատաքանդվելու ժամանակ դրա փլատակների տակ շատերն են մնալու, գրել է նա։ Եվ Մոսկվան եւ Վաշինգտոնը կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հաջորդ հանդիպումը պետք է կոնկրետ արդյունքներ տա Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին չորեքշաբթի օրը Կանադայի Օնտարիո քաղաքում կայացած G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների զրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Կարծում եմ, երկու կողմերն էլ համաձայնության եկան, որ մեր նախագահների հաջորդ հանդիպման ժամանակ պետք է լինի կոնկրետ արդյունք։ Նշել է նա, նկարագրելով հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը։ Մենք պետք է իմանանք, որ առաջնորդների հանդիպումից կա որոշակի դրական արդյունքի իրական հնարավորություն, ավելացրել է Ռուբիոն։ Մենք կցանկանայինք տեսնենք այս պատերազմի ավարտը, ընդգծել է պետքարտուղարը, խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։ Եվրոպական որոշ ռազմական նախաձեռնություններ, այդ թվում Ռուսաստանի դեմ այսպես կոչված անօդաչու թռչող սարքերի պատ ստեղծելու ծրագիրը ձախողվել են նույնիսկ մինչև դրանց իրականացումը, հաղորդել է Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին։ Նրանց որոշ ծրագրեր, ինչպիսիք են Եվրոպայի արևելյան սահմաններին անօդաչու թռչող սարքերի վահանի ստեղծումը կամ նոր սերնդի ֆրանս-գերմանա-իսպանական կործանիչի մշակումը ձախողվել են, հաղորդել է թերթը։ Մասնավորապես Եվրամիության 100 միլիարդ եվրո արժողությամբ սեփական կործանիչ ինքնաթիռ կառուցելու ծրագիրը, որը կլիներ ամերիկյան արտադրության F-35-ի այլընտրանքը, հայտնվել է նախագծից շահույթ ստանալ ցանկացող ընկերությունների միջև պայքարի մեջ։ Եվրոպացի պաշտոնյաների խոսքով Եվրոպան բազմաթիվ մարտահրավերների է բախվում համայնքի ռազմականացմանը նախապատրաստվելու հարցում։ Դրանց թվում են ազգային կառավարությունների հակասական շահերը, պաշտպանական արդյունաբերության մասնատումը, ազգային սահմանների երկայնքով եւ սպառնալիքի տարբեր ընկալումները արևելքում եւ արևմուտքում։
Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները պահպանում են շփումներ տարբեր մակարդակներում, ուստի հարաբերություններում դադարի որևէ նշան չկա։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Ես չէի ասի, որ դադար կա, բայց դեռևս որևէ շրջադարձային նորություն չկա, ասել է Կրեմլի խոսնակը, պատասխանելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վիճակի մասին հարցին։ Նա հավելել է, որ շփումներ կան, շփումները տարվում են տարբեր մակարդակներով եւ Վաշինգտոնում եւ Մոսկվայում դեսպանները գործում են։ ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ հարձակվում են թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող անձանց վրա, օգտագործելով MQ-9 Repair հարվածային անօդաչու թռչող սարքեր, F-35 կործանիչներ եւ AS-130J հարվածային ինքնաթիռներ։ Այս մասին հաղորդել է CNN-ը, հողում անելով իր աղբյուրներին։ Հարվածների մեծ մասը իրականացվում է MQ-9 Repair անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնք հեռակառավարվող է եւ սովորաբար զինված են Hellfire հրթիռներով, հայտնել է աղբյուրը։ Նա հավելել է, որ որոշ հարձակումներ իրականացվում են անձնակազմով ինքնաթիռներից, այդ թվում AC-130J հարձակողական ինքնաթիռներից եւ կործանիչ ինքնաթիռներից։ CNN-ի տվյալներով ամերիկյան ռազմական միջոցների զգալի մասը կենտրոնացած է Պուերտո Ռիկոյում, որտեղ տեղակայված են MQ-9 անօդաչու թռչող սարքեր, F-35 կործանիչներ եւ առնվազն 1 AC-130J գրոհային ինքնաթիռ։ Նշվում է, որ սեպտեմբերի սկզբից ի վեր ԱՄՆ-ն իրականացրել է 19 ավիահարված, ոչնչացնելով 20 նավակ եւ սպանելով 76 մարդու։ Հարավային Կորեայի Նուրի տիեզերական հրթիռի 4-րդ արձակման հիմնական նախապատրաստական գործընթացն ավարտվել է եւ այժմ ընթանում են վերջնական ստուգումները, հայտնել է Կորեայի աերոտիեզերական հետազոտությունների ինստիտուտը։ Սեպտեմբերին Կորեայի աերոտիեզերական վարչությունը հայտարարեց Նուրի տիեզերական հրթիռի 4-րդ արձակման մասին, որը նախատեսված է նոյեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 00:54-ից մինչև 1:14-ը, նոյեմբերի 26-ին Երևանի ժամանակով ժամը 19:54-ից մինչև 20:14-ը, կորեական թերակղզու հարավային ծայրում գտնվող Նարո տիեզերակայանից։ Ավելի ճշգրիտ մեկնարկի ամսաթիվը նախատեսվում է հաստատել մեկնարկից 1 օր առաջ։ Ըստ տվյալների, անբարենպաստ եղանակային պայմանների կամ մեկնարկի հետ կապված խնդիրների դեպքում կարող է նոր ամսաթիվ նշանակվել։ Ենթադրաբար նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում։ Քաղաքագետ Արման Ղուկասյանի խոսքով Ադրբեջանի միջոցով Հայաստան է ներմուծվել 4-րդ կարգի կերային հացահատիկ, որը նախատեսված է կենդանիների, այլ ոչ թե մարդկանց սպառման համար։ Նա նշում է, որ այս հացահատիկը ներկայացվում է որպես ղազախական ծագում ունեցող եւ նոր մատակարարման ուղիների արդյունք, սակայն իրականում այն չի համապատասխանում սննդային ցորենի նվազագույն չափանիշներին։ Ղուկասյանը քննադատում է իշխանություններին, պնդելով, որ այս քայլը արվել է քաղաքական PR-ի համար, ցույց տալու, թե Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը եւ նվազեցնում է կախվածությունը Ռուսաստանից։ Սակայն նոր ճանապարհը Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ավելի երկար, թանկ եւ ռիսկային է, մինչդեռ ռուսական հացահատիկը ավելի որակյալ է եւ հասնում է շուտ։ Քաղաքագետը շեշտում է, որ նման քայլերը իրական անկախություն չեն ապահովում, այլ միայն բարդացնում են լոգիստիկան եւ վնասում սննդային անվտանգությանը։ Նրա կարծիքով Ռուսաստանը մնում է Հայաստանի բնական եւ հուսալի գործընկերը հացահատիկի մատակարարման հարցում, իսկ դիվերսիֆիկացիան պետք է լինի իրական, ոչ թե քաղաքական հռետորաբանություն։ Այսօր առավոտյան քննչական կոմիտեն օրն սկսել է տասնյակի հասնող հոգևորականների հարցաքննություններով առավոտյան 10-ից մինչև հիմա հերթով կանչվում եւ հարցաքննվում են քահանաներ։ Իդեպ Արագածոտնի թեմակալ առաջնորդի կալանավորումից հետո իրավապահներն արդեն երկրորդ անգամ է ինչ հարցաքննության են կանչում ամենաեկեղեցապաշտ Արագածոտնի հոգևոր սպասավորներին։ Այսօր նրանց հետ հարցաքննության է կանչվել նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Կրեմլը հույս ունի շարունակել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ, այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։ Կրեմլի խոսնակը շարունակել է. «Մենք երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր ունենք։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի»։ Չորեքշաբթի նոյեմբերի 12-ի Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդել էր, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, Կիևից գնելով նրա հացահատիկ
հացահատիկի մի մասը։ Ինչ վերաբերում է ԱՀԾ-ի հաղորդագրություններին, դրանք երբեմն անհիմն չեն, ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօր հերքեց լուրը, ասելով չի կարող այդպիսի բան լինել։ Հայաստանը քաղաքական դրդապատճառներով ուզում է ազատվել Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, գնելով Կիևի հացահատիկի մի մասը, ընդ որում շատ ավելի բարձր գներով։ Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայությունն է այսպիսի հայտարարություն տարածել, ընդգծելով, որ ավելի թանկ սորենի գումարի մի մասը Երևանը կփոխհատուցի Եվրամիության միջոցներով։ Ռուսաստանի ԱՀԾ-ի ստացած տեղեկատվության համաձայն Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունը Կեդորսեյում շփոթված է։ Մի կողմից տոնելու առիթ կա, որը Երևանը պատրաստ է թույլատրել Մոսկվայից ունեցած եւս մեկ կապ, սնելով սեփական ժողովրդին ռուսականի փոխարեն ուկրաինական ցորենով տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա քաղաքական պատճառներով հայերն ուզում են ազատվել Մոսկվայից եւ հացահատիկի պաշար ստանալ Ուկրաինայից Բրյուսելի միջնորդությամբ։ Սակայն ինչպես ընդգծում է Երևանը, դա սկզբունքի հարց է, բարեկամություն է, բայց փողը այլ է։ Գրավիչն այն է, որ Եվրամիությանն առաջարկվում է 3-1-ում գործարք հացահատիկ Հայաստանի համար, աջակցություն Կիևին եւ անվստահության ձևավորում Մոսկվայի եւ Երևանի միջև։ Հիմնական հարցն այն է, թե որտեղից ստանալ գումարը։ ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ նշում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն Երևանի Հուդայի համբույրը վերնագրով հրապարակման մեջ։ Հիշեցնենք, որ ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօր հերքեց լուրը, ասելով չի կարող այդպիսի բան լինել։ Մարինե Ֆարմանյանի ենթադրությունն այն է, որ Նաթան Սրբազանի ձայնագրության գործի շրջանակներում են հոգևորականներն այսօր կանչվել քննչական կոմիտե, քանի որ ծանուցագրերում գործի համարը նույնն է։ Մարինե Ֆարմանյանն ասաց, որ հոգևորականները, որոնց թվում վարդապետը վկայի կարգավիճակում են կանչվել։ Ինչ վերաբերում է Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Տեր Նաթան arczepiskopos Հովանեսյանը գործին, փաստաբանն ասաց, որ գործը նախաքննության փուլում է։ Նաթան Սրբազանը 2 անգամ քննվել է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանական ԶԼՄ-ները տարածել էին Նաթան arczepiskopos Հովանեսյանի եւ Գարեգին II նախկին գավազանակիր Աղան Աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Աղան Աբեղա Երնջակյանը նշում է, որ ամենայն հայոց կաթողիկոս իրեն ասել է վերցնի ընտանիքի անդամներին ու գնա մասնակցի Նիկոլի դեմ միտինգների։ Դրա պատճառով նա դիմում է ներկայացրել հոգևոր ծառայությունից ազատվելու մասին։ Մայրաթորը հանցագործություն էր որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը եւ հույս հայտնել, որ իրավապահ դատական համակարգը համարժեք արձագանք կտա։ Այսօր նոյեմբերի 12-ին անհայտ անձինք առևանգել են բլոգեր Օնո Հարությունյանին, որը ավելի ուշ բացարձավ Էջմիածնի Վաղաշապատ համայնքի թիմ ընտրություններում ընդդիմադիր Մայր Հայաստան կուսակցության աջակից է։ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի խոսքով բլոգերին առևանգած անձինք քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցներ են եւ նրան բերման են ենթարկել Վաղաշապատի ոստիկանության բաժին։ Մարդը իր ցանկությամբ Մայր Հայաստան կուսակցության աջակիցներ եւ եկել էր շտաբ կենտրոնական շտաբից դուրս է գալիս 1 ժամ առաջ հենց դիմացից մեքենա որ գնա իր մեքենան անհայտ անձինք հապշտակում են պարկաստում են գետնին ու հապշտակում են Քաղաքացիական անձինք են եղել Քաղաքացիական հագուստով են եղել այո նոր մենք տեղեկություն ստացանք որ ինքը այս պահին գտնում է Վաղաշապատի ոստիկանությունում։ Նրա խոսքով հիմա ամեն ինչ սպասում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել Վաղաշապատ համայնքում, նշել է նա։ Դա ամեն ինչի սպասում ենք արդեն քաղաքացիական պայմանագրից, վախի դրսևորումներն է։ Բացի որ հիմա առևանգել են մեր աջակցին, մի 2 օր առաջ էլ լրատվականներով տարածվեց մի տեղեկություն, որ մեր առաջատարներ Գրիշ Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի վրա են գործ կարում արդեն։ Պաշտոնական դիրքի չարաշահում երկար տարիներ իրանք եղել են Խոյ համայնքի տարբեր բնակավայրերի ղեկավարներ, հիմա հիշել են, որ այդ մարդիկ ինչ որ չարաշահումներ, ճակերտավոր չարաշահումներ են արել։ Այս մարդիկ հարձակվել են Մայր Հայաստան կուսակցության վրա, որտեղ Խոյ համայնքում իրենց պլանները խառնվել է իրար։
Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը կարող է վկայել արտաքին միջամտության կամ ինքնաթիռում զինամթերքի պայթյունի մասին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել թուրքական թերթը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանի մոտ վթարի է ենթարկվել Lockheed C-130 Hercules ռազմական տրանսպորտային ինքնաթիռը։ Անկարան համակարգում է որոնողական փրկարարական գործողությունները Թբիլիսիի հետ։ Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման հետաքննությունը կանցկացվի առավելագույն զգուշությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Թուրքիայի եւ Սիրիայի արտգործնախարարներ Հաքամ Ֆիդանի եւ Ասադ Հասան Շեյբանիի հետ, հայտնել է պետդեպարտամենտը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Սիրիայի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ, ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում կայունության ամրապնդման հնարավորությունները, այդ թվում Սիրիայի անդամակցությունը հակաահաբեկչական կոալիցիային։ ԱՄՆ զինված ուժերը քննարկում են Գազայի հատվածի մոտակայքում ռազմական բազա կառուցելու հնարավորությունը, որը կարող է տեղավորել մոտավորապես 10,000 մարդու, հաղորդել է Bloomberg-ը։ ԱՄՆ ռազմածովային ուժերը մի քանի ընկերություններից գնահատականներ են խնդրել Գազայի հատվածի մոտակայքում 10,000 անձնակազմով ժամանակավոր ինքնավար ռազմական բազայի կառուցման համար։ Կապալառուները պարտավոր են ապահովել էլեկտրաէներգիա, սննդով, ջրով եւ կապով մատակարարելու ծառայություններ։ ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ զինվորականների խնդրանքը միջազգային կայունացման ուժերի համար բազա ստեղծելու նախնական պլանավորման ուղղությամբ քայլ է։ Այսօր ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։ Երբ Ադրբեջանի նախագահի ասածը ինձ ուղված հարցի մեջ դնելով սխալ եք ձևակերպում, արդեն իսկ իմ ցանկացած պատասխան սխալ է, քանի դեռ հարցի բազան չի ճշտվել։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե չնայած խաղաղության հաստատմանը Ադրբեջանի նախագահը կոշտ ռետորաբանություն է գործադրում։ Սևանն անվանելով Գյոյչա Վարդենիսը բասարգեչար։ Փաշինյանը ճշգրտեց հարցի բազան, պարզաբանելով Ադրբեջանի նախագահան ասել է, որ ցարական ժամանակի քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն չի եղել, հիմա ես էլ ասում եմ, այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա։ Հիմա Ադրբեջանի նախագահան ասել է, որ չգիտեմ որ թվի քարտեզում Սևան չի գրված է ուրիշ անուն, եւ ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ հետ են գնում, միջև որ թիվը հետ գնանք, ասել է Փաշինյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարտադիր չէ, որ հրաման տա Վենեսուելայի վրա հարձակման կամ կարող է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունը, հայտարարելով հաղթանակի մասին, հաղորդում է The Washington Post-ը։ Հղումանելով անանուն ամերիկացի պաշտոնյայի հրապարակման համաձայն ԱՄՆ վարչակազմը Վենեսուելայի վերաբերյալ գործողությունների հստակ ծրագիր չունի։ Աղբյուրը հիշեցրել է հութիների դեմ նախորդ գործողությունը, որը դադարեցվել էր 2 ամիս անց առանց իր հիմնական նպատակներին հասնելու։ Դա նման էր կամայական, սահման գծելուն հստակ նպատակ չկար, ասվում է հրապարակման մեջ։ Կոնգրեսականների համար գաղտնի ճեպազրույցի ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը վստահեցրել էին, որ չեն պատրաստվում ռազմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ։ Կարակասում ընդդիմադիր գործիչները ամերիկացի դիվանագետներին ասել են, որ Մադուրոյի կառավարությունը վստահ է իշխանությունը պահպանելու իր կարողության մեջ չնայած ճնշմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարություն արեց հեղափոխության ժամանակ հատուկ հանդիպում է ունեցել դեսպանների հետ։ Ասել են կարող ենք օգնել, աջակցել, ես ասել եմ անընդունելի է ինձ համար։ Ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգը առաջ մղի։ Փաշինյանը հերքեց Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Փաշինյանին փոխվարչապետի պաշտոն է առաջարկվել հեղափոխության ժամանակ։ Դա սուտ է։ Փոխվարչապետի մասին ընդհանրապես երբեք որևէ մեկի չի խոսվել, ակնարկել չի եղել։ Ոչ միայն փոխվարչապետի, որևէ այլ պաշտոնի մասին խոսակցություն չի եղել։ Ես չէի էլ թույլ տա, որ նման խոսակցություն լիներ, ասաց նա։ Փաշինյանը բացառեց, որ ձայնագրություն կարող է լինել այդ հանդիպումից, կեղծիք է, կեղծիք չէ, հրավառություն, վեպ է, թե պատմավեպ, բանաստեղծություն է, թե պիես, դա գնահատական է, ես ասում եմ չի եղել։ Ես բացառում եմ որևէ ձայնագրություն կլինի, նշեց վարչապետը։
Իսկ այժմ եղանակի մասին Երևանում նոյեմբերի 13-ից 3-ը 14-ին 18-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, նոյեմբերի 15-ին 16-ին 17-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում նոյեմբերի 13-ից 3-ը 14-ին 18-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, նոյեմբերի 15-ին 17-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ի 16-ից 3-ը կնվազի 3-ից 5 աստիճանով, 17-ի 18-ին նույնքան կբարձրանա։